Փառք Հիսուսին ես խոսքերի համար, ես էլ գարջ կխոսեմ, քույրեր եղբայրներ, մեր մոդիլիկ բարևներ փերել եմ համ հայերի կողմից, համ եզների կողմից։ Սիրով ընդունում ենք փոխադարձ կտանես։ Աստված օրհնից ես։ Քույրեր եղբայրներ, մենք գոհանում ենք Տիրոջից, Աստված այդքան մեզ հետ խոսեց։ Ուղղակի ես քանի համար գուզեմ գարտամ, հետո մենք աղոտ կնենք։ Քույրեր եղբայրներ, ոնց որ ավետարանն ասում, որ մենք մարդու համար կարող պետք չլինեն կարողա, բայց մենք Աստծո համար շատ պետք ենք։ Ասենք ամեն սիրելիներս։ Ավետարանը մեզի ցույց է տալիս, որ քու մայրը քեզի գրնա թողե, որ քու բարեկամները գրնան քեզի թողեն։ Ես կուզեմ մի համար գարտամ Սաղմոս 27:10 Սաղմոս 27:10 Թեկոս եւ հայրս ու մայրս լքեն ինձ, բայց ինձ կընդունե Տերը։ Հալելույա։ Սիրելիներս, ես որ նայում եմ այս խոսքերին, մենք սովորական մարդիկ չենք, մենք եթե մարդը մտածում է, այսօր որ գալիս ենք Հայաստան, շատ անգամ ասում են, այս մարդը ձերկով են սարքել, այս աշխատանքը թանկ են, չէ՞։ Օրինակ ձերկով գործը, որ ձերկով են սարքում, ասում է, էսի շատ թանկ է, քինը միշտ բարձր է։ Եվ Եսայա մարգարեում 64:8 մենք էլ Աստծո ձերկով ենք ստեղված։ Այսինքն նշանակում է, եթե աշխարհի համար մի փանգաթանկ, բայց Աստծո ձերկով ստեղված ավելի թանկ է, օրհնյալ է Տիրոջ անունը։ Հիմա մարդու առաջ կարող ենք չերևանք։ Ոնց որ եղբայրը խոսեց, մենք երևանք մեղավոր, թույլ, դգար, այնի մարդու աչքերի ինքը կտեսնի ասանք։ Բայց իմ համար կարևոր է սիրելիներս, որ ես Աստծո առաջ, Աստծո համար շատ թանկ եմ, ու մենք պետք է հավատանք ու վստահենք, որ ես Տիրոջին եմ, ես թանկ եմ իրեն համար։ Օրհնյալ է Տիրոջ անունը, սիրելիներս։ Ես ուղղակի գուզեմ մի քանի համար գարտամ։ Ես չեմ ուզեր երկարացնեմ, քույրեր եղբայրներ, եւ գուքանք բոլորս աղոթքին։ Դուք գիտեք, որ Հուգաս ավետարանում, գներես Հովանու ավետարան 5-րդ գլուխը, մի մարդ կար 38 տարի, ինքը հիվանդ էր, քույրեր եղբայրներ, ու ես որ նայում եմ Աստծո խոսքին, որ մարդկանց համար այս մարդը պետք չէր, 5-րդ գլուխի մեջ գրված է, որ մի մարդ կար, կներեք, ասում է հրիշտակը գուքար 3 համարից, եւ մեկ գուքար, որ ջուրը գշարժվեր ավազանի մոտ, եւ ով որ երթար առաջ կմտներ ջուրը, եւ ինքը բժիշկում էր, այսինքն մարդը ինքը մտածում էր իրեն համար, ամեն մեկը ասում է առաջինի ես, դու չէ։ Նշանակում է, որ մարդը քեզի չի կրնա հասկանա ոնց որ Հիսուս Քրիստոսը, եւ մենք մարդու համար թանկ չենք, բայց Աստծո համար ուրիշ թանկություն ունենք։ Եվ սիրելիներս, եւ հետաքրքիրը ասում է, ով որ երթար ինչ հիվանդություն ունենար, ինքը բժիշկվում էր։ Բայց այն մարդը մի մարդ կար 38 տարի։ Ես չեմ գնալիս էր, քանի տարի ինքը գալիս էր այնտեղ։ Հետաքրքիրը մեկը չկար իրեն օգնի, Հիսուսը իրան հարցրեց։ Եվ ինքը ասավ, մեկը չկա, որ իմ ցերկս բռնի, որ ինձի գցի այս չորի մեջ։ Սիրելիներս, ես չգիտեմ ինքը հայրը մայրը ունի կամ բարեկամ ունի, բայց հաստատ մեկը պետք է ունենա։ Մարդիկ հոգնել էին իրանից։ Եվ հետաքրքիր է սիրելիներս, ես ուզում եմ 6-ից գարտամ, երբ որ Հիսուսը իրեն տեսավ, որ ինքը բարգած է, եւ ինքը տեսավ, որ ինքը երկար ժամանակ հոն էր, եւ Հիսուսը իրեն մոտեցավ։ Սիրելիներս, մարդու համար հրիշտակներ են գալիս, այն ավազանը շարժվում էին, բայց այս մարդու համար, որ մեկը չուներ,
հրիշտակների ստեղծողը, ճուրի ստեղծողը Հիսուս Քրիստոսը անձամ եկավ։ Իրան այն մարդը, որ Հիսուսն է իրան ստեղծել, որ թանկությունի Աստծո առաջ եկավ ու մուդեցավ, ասավ մեկը չունեմ։ Եվ Հիսուսը փերանով չխոսեց սիրելիներ, այսինքն ես եկել եմ քեզ օգնելու, որ դու մարդու համար թանկ ես։ Եվ Հիսուսը հարցրեց, ինչ գուզես։ Ուզում եմ բժշկվեմ։ Փառավորվի Հիսուսի անունը։ Այս մարդը ոչ մեկի համար արժեք չուներ, բայց Աստծո ստեղված գործերն էր։ Հիսուսը իրան հասկացավ, սիրելիներս։ Թող Տիրոջ անունը փառավորվի եւ մեծարվի։ Ես կուզեմ Սաղմոս 113 7 այս խոսքերի առաջ ես հիշում եմ մի օր մի հոգի նարկոմանցի էր։ Ես սկսեցի ինքը աբաշխարել էր։ Սկսեցի իրան հետ խոսել, դու ինչպես աբաշխարեցիր։ Քույրեր, եղբայրներ, ինձ ասում էր ես ձխում էի, խմում էի։ Հայրս, մայրս ինձ դունից թողեց թահանեցին։ Ինձ չընդունեցին, ինձանից զզվել էին։ Ասում եմ միշտ ես գերտայի զիբիլանոցին քով։ Ընդեղ ես ուդելիք էի վերցնում, ինչ որ զիբիլներ են գցում, ընդեղ էի ուդում։ Դեղ չունեի քնելու։ Մեկը չկար, բոլոր բարեկամներս իմ կողքից անցնում էին, զզվել էին ինձանից։ Եվ սիրելիներս, եւ ինքը բացատրում ասեց, մի օր մի հոգի եկավ, ինքը հավատացյալ էր։ Եվ ինձ ասեց, դու ստեղ պետք ես, դու Հիսուսի համար պետք ես։ Եվ ինքը անձամ ասում է, ես այդքան վատ մարդ, եթե մամաս ու պապաս ու իմ բարեկամս ինձ թողին, Հիսուսը ինչպես գրնա ինձ ընդունի։ Քույրեր, եղբայրներ, եղբայրը խոսեց, եղբայրը վկայեց, եղբայրը պատմեց, ու իրան արցունքները լցվան։ Ասավ, ես էլ ուզում եմ գամ Հիսուսի դենամ։ Եվ քույրեր, եղբայրներ, դարան մի հատ դեղ Հիսուսի խոսքերը վկայեցին իրան համար։ Եվ այսօր այն մարդը ոտքի վրա եւ քարուզում է եւ փառավորում է Հիսուսին, փառք Հիսուսին։ Հալելույա իրան սիրելիներս։ Եվ Սաղմոսը 113:7 գրված է, որ աղքատին փուշիցը վերագացնում։ Սիրելիներս, դուք գիտեք, փոշը մարդը ոտքով սկսում է քայլեր էլ փոշի վրա։ Բայց Հիսուսը իրեն բարձրացնում է։ Հիսուսը իրան օգնում է։ Հիսուսը չի թողում, որ մեկը ճզմի մեզ, այլ ուզում է մեզի բարձրացնի այս վիճակից հանի։ Դա գապ չկա, եթե մենք դարիներն ալ հավատքի մեջ են, սիրելիներս, եւ խիղճին բարձրացնում է աղբից, զիբիլանոցից, քույրեր, եղբայրներ, Աստված մարդու բարձրացնում է։ Այսինքն նշանակում է, որ ոչ մի արժեք մենք չունենք, բայց Հիսուսի համար ես իրեն մոտ արժեք ունեմ։ Փառավորեք իրեն անունը, քույրեր, եղբայրներ, թող Տիրոջ անունը մեծարվի։ Ես չեմ ուզել շարունակեմ, վերջի խոսքը գացեմ, եւ մենք պետք է հասկանանք, որ հայրը ինձ դվել է Հիսուսին։ Հիսուս եկավ աշխարհ Հովանու 6:37, այն ամենը, որ հայրը ինձ դալիս է, ինձ մոտ գուքա։ Սիրելիներս, ինձ ու քեզի հայրն է դվել Հիսուսին։ Ինձ ու քեզի երկինքն է որոշում, որ մենք Հիսուսին ենք։ Եվ շարունակությունը ասում է, եւ ինձ մոտ եկողը ես երբեք իրեն դուրս չեմ հանել։ Հալելույա իրացիներիներս։ Մենք հիմա գանք աղոթքին, եւ Հիսուսը ասեց Մատթեոս 11:28, եկեք իմ մոտ, ոչ մեկը չի ասում քեզ արի իմ մոտ, բոլոր աշխարհին ասում, եկեք իմ մոտ բոլոր հոգնածներ եւ բեռնավորվածներ եւ մեղավորներ, ես ես այսօր հանգստություն եմ տալիս, օրհնյալ է Հիսուսի անունը, մենք հիմա գալիս ենք մեր Տիրոջ ոտքերի մոտ, սիրելիներս, ես գալիս եմ իրան մոտ, ամեն։